հիմնական խնդիրը մեր հենց գլխավոր ճանապարհն է, միջհամայնքային ճանապարհն է, որը բոլոր գյուղերում այդ խնդիրը կա։ Դե հիմնականում այստեղ անասնապահությունն է։ Մեծ մասը դե արտագաղթն էլի դրսում աշխատանքն է։ Դե հա, մի մասը գնում են չեն վերադառնում, մի մասը գնում են արտագաղթ աշխատանքի վերադառնում են։ Ու հա, հիմնական խնդիրներից մեկն էլ խոսակցություն կա, որ պետք է տեղափոխվի Մուսալյան, ու բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն դեմ են, որպեսզի տեղափոխվելով հանդերձ գյուղերը դատարկվում է ավելի շատ։ Անասնապահություն։ Բայց այս վերջի տարիներ ասում են, որ գլխականագի նվազեցել է, կա։ Հա, մեր մոտ է։ Ի՞նչն է պատճառը։ Դե չեն ուզում մարդիկ բան, երևի տանջանքն է ավելի շատ։ Երաժշտական մասը մեծահասակներն են, երիտասարդները ամեն մեկի իր գործով, իր աշխատանքով, այդպես ասած, գյուղում շատ մեծահասակներ են։ Որպես Կակավասար գյուղի բնակիչ, մեր ամենադաժան խնդիրը մեր հիմնական ճանապարհներն են, որ ճանապարհները սարքվի, գոնե չնչին չափերով ասֆալտապատվի, առաջներ ճանապարհը։ Երկրորդ հեշտը մեր գյուղի համար ամենադաժան խնդիրը դպրոցների համար է, որ մեր փոքր երեխեքը գոնա երիտասարդները մնան գյուղում, ապրեն գյուղում, ստեղծեն, արարեն, ապրին, ինչ որ առաջ ապրել են մեր 5 ժողովուրդը, ապրել են, սկան բանոր մենք ստեղծել ենք, ապրել ենք, մենք դրա հիմա վրա ենք ապրել։ Այսօր փառք Աստծո էլի կապրին, բայց երիտասարդները դուրս կեստան, հիմնականում ամենավատ դժվար ճանապարհների խաթեր, դպրոցների համար, աշխատանքի համար երիտասարդներին չկա աշխատանք, լրիվ մեկնում են Ռուսաստաններում։ Եթե աշխատանք եղնի տեղում, աշխատին, արարեն, ստեղծեն ամենալավ բանը կանի։ Մեզի համար, մեր ընտանիքների համար, մեր երիտասարդների համար, մեր հայրենիքի համար, քան որ կամաց հայրենիքը քանդեն, մեր Հայաստանը քանդի, բայց դիք մենք չենք ուզոր քանդվի։ Մենք որպես հայ ծնվել ենք Հայաստանում, դիավրինք Հայաստանում, դիպայենք մեր Հայաստան երկիրը, որն աշխարհում միակ երկիրն է, որը կա մեր Հայաստանը։ Ու մենք նվիրված ենք մեր Հայաստանին, մեր հայոց երկրին ու մեր հայ ժողովրդին, ամենալավն որ մեր հայերը մնան մեր երկրում, ապրեն արարեն մեր երկրում։ Ասֆալտամարք կա, ճանապարհներին ասենք փակ չի մնա, եթե բուկեր չունի, նույնը այսօր առավոտ, գիշերը բուկեր, առավոտ կանող տեխնիկաներն եկան բացին գնացին, բայց որ գարունը բացվակ քիչ դժվար անցանելի է, շատ դժվար անցանելի է, մեքենաները չեն դիմանա, ինչ մեքենա կուզենի, շատ ահավոր վիճակի մեր հիմնականում ճանապարհները։ Դրանք են։ Նաև ինքը բանը չէ, տուրիստական բան է համարվում։ Շատ մեծ, տուրիստական շատ մեծ, դա ամսու 25-ին երևի, 25-ին դիգան նորից տուրիստականները Ֆրանսիայից մեր թշկանը հրճագավոր տարածք է ու շատ նվիրված են ժողովուրդը, շատ մեծ տուրիստական տեղեր ունենք, ուղղակի շատ դաժան է մեր ճանապարհները, ամենաառաջնահերթը։ Ես իմ տնտեսությունով։ Անասնապահությամբ։ Մեր սեփական անասնապահություն, հողագործություն, այդ է մեր հիմնական գործը։ Ունենք ցանկատարածներ, մեր ռոռոկման տարածքներ չունենք։ Մեր հիմնականում կարտոշկեն է, ասենք բոստան է, այդ է ժողովրդինը, ունենք արվակներ, այդ արվակներով կօգտվենք հիմնականում այդ։ Մի երիտասարդները շատը, որը ուսանող է, գործ չկա, թողե դուսկեր տա խոպաների պոչենեն բռնե, որը հավաս չունի աշխատելու, առաջված ջիղը երիտասարդների մոտ չկա, մարդիկ ավարտել են ասենք տեղեր, գործ չկա, դուք խաթարեք ասեմ մնանք Հայաստան ինչ ենք, մնանք գյուղերում ինչ ենք, երեխեքը մեծացան դպրոցներն որ փակեցին, մնանք ինչ ենք, ասենք քանի մատ անասուն պայեցինք, այդորով ինչ են մնանք գյուղը։ Կան մնացող, կան ասենք գործի խաթեր տեղափոխվինքը, որը մեր Գյումրիում, որը Երևանում, որը Ռուսաստանի Դաշնությունում, ընտանիքները կառնին քեստան, կար կմնան գյուղում, բայց թակ մարդիկ են, շատը դրսերում են, շատը այդ գործ չլինելու պատճառով է, մանր-մունր պայմանների խաթեր ստիպված երեխեքին կառնին ամենամետեղում իրանց ընտանիքներով քեստան։ Այդ է հիմնականում մեր պատճառները, այս մեր տարածաշրջանն է, ու ընդհանրապես ինձ թվա երևի սա ամբողջ Հայաստանի նույն բանն է, այդ գործ չունելու այդ ամեն ինչ պատճառներն են հիմնականում։ Ինձ համար ամենակարևորը ճանապարհներն է, մեքենաները կառնեն, լրիվ ժողովուրդը ջարդել խորտեղած, այդպես տանջանքով ետ կգցեն, բայց մեր գանկա, մեր տան Գյումրի ետ կան, աշտեն էլ մեքենա չկա։ Ամենակարևորն է, դե դպրոցն է, որ ժողովուրդը չփագեն, չհեռենան գյուղից,
մնան էլի երիտասարդությունը, երեխեքն էլ հետ կիլոմետրներն է սկսեն Բրեշտան Մուսալյան հասնին դպրոց, բայց քանի կիլոմետր, 15 կիլոմետր, 20 կիլոմետր երեխեն հնարավոր է հասնի հարի բան Մուսալյան։ Չէ, ցանկացած ծնող կսե հանգարց դպրոցը փակեցին, ես երեխեքին գվերցնեմ, կեշտամ Գյումրի երեխեքին դպրոցը։ Աշտեն վերջ, գյուղերը փակվան, մնանգը մեզի նմանները, ասենք տարիքով էլի, աշտեն այդ է։ Դե ցանկալի է, ասենք ատարը վառելուն գազը կմիացնեինք, տակ մակուշ ամեն ինչով, ինչ կանեք ուզե այնես, այդ տարին ռեմոնտ այնես, հաջորդ տարին աշտեն մուխուծուխ է։ Հնարավոր չէ, այսպես ավելի լավ է գազամատակարարում եղնի, ավելի հեշտ կեղնի գյուղի մարդկանց համար։ Առաջի խնդիրը դպրոցի խնդիրներն ախ, չենք ուզենա փակվի, չկալել որ քիչ երեխաները այստեղ հարմար են։ Երկրորդն է ճանապարհների խնդիրը։ Գոնե մի փոքր դե մենք հարմարվել ենք այդքան է կարևոր չէ։ Ամենակարևորը դպրոցի հացն է ու ճանապարհների։ Իսկ ինչի է հանգեցնում դպրոցի փակումը ձեր կարծիքով։ Դե գյուղից երիտասարդները կհեռանան ու առանց հետը քիչ են բնակիչները։ Հա։ Ու գյուղ չի լինի։